Ստեփանավանի տարածաշրջանում Գյուլաքարակ համայնքում շրջայցից հետո մենք ունեինք որոշակի հարցեր, որոնք պիտի կազմակերպեինք կոմբայնի ձեռքբերման, տատիկների տան վերանորոգման, ինչպես նաև 5-րդ երեխայի հետ կապված տան նվիրատվության հետ կապված, նաև տրանսպորտի հարց ունեինք։ Հիմա երևի հերթականությամբ առաջին հերթին անցնենք այդ հարցերի քննարկմանը։ Նախ հարցը տամ, կա տարածաշրջանում ընտանիք, որ ունեցել է 5-րդ երեխա այս տարի։ Այո, մենք ունենք տարածաշրջանում ընտանիք, որ ունեցել է 5-րդ երեխան, եւ նրանք արդեն մեզ դիմել են, որպեսզի իրենց համար ձեռք բերեն բնակարան։ Բնակարանի ձեռքբերման process-ը ընթացքի մեջ է, պարոն Կարապետյան, եւ շուտով նորից այս կկատարենք, ոնց շնորհավորում եմ։ Պարոն Կարապետյան, հարգելի գործընկերներ, նախ ասեմ, որ տեղում բավականին մեծ ոգևորություն է առաջացրել կոմբայն բերելը։ Գնման process-ով զբաղվող անձնակազմի հետ ամենօրյա կապի մեջ ենք, գնման process-ները ընթացքի մեջ են, օրերս նաև կհստակեցվի, թե կոնկրետ որ կազմակերպությանն է նվիրաբերվում կոմբայնը եւ ով է զբաղվելու դրա։ Ինչքան հասկանում եմ, հասարակական կազմակերպություն է, որը ամենօրյա զբաղվելու է բարեգործական այդ հարցով։ Այո։ Այսինքն հասարակական կազմակերպությունը բարեգործական կազմակերպություն։ Բարեգործական հասարակական կազմակերպություն, որը զբաղվելու է կոմբայնի հետ կապված բոլոր հարցերով, այդ թվում եւ տեխնիկական։ Նաեւ լրացուցիչ ձեր հետ խորհրդակցությամբ նախատեսվել է, որ եւս մի կոմբայն հարակից կոժանդակի մեր կոմբայնի, որպեսզի ամբողջ տարածաշրջանում հնարավոր լինի սպասարկել հնարավորինս շատ գյուղերի։ Քանի տնտեսության է դա օգուտ կտա։ Եթե լրացուցիչ կոմբայնը եւս կա աջակցելու, կկարողանանք ամբողջ ծավալի մոտավորապես 80%-ը ծածկել։ Իսկ ինչքան այդ առումով, ինչքան խնայողություններ ձեր կարծիքով կունենանք, կարողանաք հաշվեք մյուս անգամ ներկայացնեք, երբ որ այցելություն ունենանք, այսինքն համայնքը ինչքան խնայողություն գյուղացին վերջապես կունենա։ Մենք ինչու ենք կենտրոնացել սրա վրա, որովհետև այս մի տեխնիկայով մենք ցույց ենք տալու, թե ինչպես է իջնելու ինքնարժեքը ցորենի եւ ինչպես է դա օգնելու հետագայում մեր ամբողջ գյուղատնտեսությանը վերջապես դառնալ ցորենից քիչ կախված երկիր։ Նաև պարոն Կարապետյան, եթե կարողանանք մեր նախընտրական ծրագրերից մեկը, այսպես ասած, պիլոտային իրագործել, մթերման կայանի մասն է խոսքը, մենք ընդհանրապես ցորենի ցիկլը փակած կլինենք, եթե փորձնական մթերման կայան կարողանանք։ Այո, քանի որ տարածաշրջանում, ինչքան մենք ուսումնասիրեցինք, ամեն դեպքում առաջնային հարցը տեխնիկայի հարցով փորձենք լուծել, ինքնարժեքը հասկանանք, դրանից հետո մթերման կայանի տրամաբանությունը արդեն կգործի։ Իսկ որտեղ են վաճառում ցորենը հիմնականում։ Ալրաղացներ տարածաշրջանում, տարածաշրջանի ալրաղացներ եւ կեշ արտադրող ընկերություն։ Եվ նաև պարոն Կարապետյան, դες այդ քննարկման արդյունքում այս շաբաթ նախատեսվում է այց Տավուշի մարզ, նոյեմբերյանի տարածաշրջան, կառանձնացնենք այն գյուղերը, որոնցում պետք է լինենք եւ կքննարկենք, թե ինչ օրակարգով ենք այդ գյուղերում լինելու։ Այս շաբաթ 5-շաբթի օրը մենք այցելել ենք նոյեմբերյանի շրջան եւ ծանոթանանք մեր հայրենակիցների այն հարցերին, որոնք նրանք բարձրացնում են տեղում, փորձենք լուծումներ տալ։ Հիշեցնեմ, որ նոյեմբերյանի շրջանի գյուղերում, շատ գյուղերում մենք ստացել ենք շատ մեծ աջակցություն, իսկ ունենք գյուղ, որտեղ 70%-ի եւ ավել աջակցություն ենք ստացել, որի համար շատ շնորհակալ ենք։